Երգիչ Անդրեին վերաբերող տեղեկատվությունները շարունակաբար ցնցում են հանրությանը։ Իհարկե Անդրեն այդքան հայտնի չէր եւ այդքան լսված չէր վերջին շրջանում իր անունը, ինչքան որ իր կնոջից հետո, երբ որ կինը հայտարարեց, որ սենց բռնություններ ա տեղի ունեցել, ծեծ, ջարդ, հայհոյանքներ, վիրավորանքներ եւ այլն, դատախազությունն էլ դրեց, քրեական գործը հարուցեց, հեսա մանրամասները ավելի ուշ հրապարակային կդառնա, մենք ուղղակի ուզում ենք իմանալ, թե որտեղ է Նազենի Հովհաննիսյանը, ինչի չի իր ընկերոջը խրատել, որ չի կարելի կնոջ հետ այդպես վարվել, չես ուզում ապրել, բաժանվիր, մանավանդ Միացյալ Նահանգներում բաժանումները նորմալ երևույթ ա, օրը մեկը ամուսնանում ա, մյուս օրը բաժանվում ա, նորմալ երևույթ ա Միացյալ Նահանգներում, ամուսնանալ, հետո բաժանվել, բայց աննորմալ երևույթ ա, երբ որ տեղի ա ունենում անառողջ մթնոլորտ տանը, ծեծ ու ջարդ, ինչպես իր կինն էր հայտարարում, իհարկե դեռևս բոլոր մանրամասները հայտնի չեն, արդեն հետաքրքիր էլ չի, թե ինչ ա կատարվել, արդեն պատկերացումը մարդիկ ունեն, ամեն մեկը իր ձևով է պատկերացնում, բայց մենք գիտենք, որ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Պարսեղյանը եւ Անդրեն բավականին մոտ ընկերներ են եղել վաղուց վանից, հիմա չգիտենք շփվում են թե չէ, բայց Նազենի Հովհաննիսյանը, որ ամեն ինչի մասին խոսում էր, նաեւ պետքա խոսեր սրա մասին, թեկուզ եւ թողասեր, որ Անդրեից նման բան ինքը չի սպասում եւ Անդրեի կինը ստում է։ Անդրեն այդպիսի մարդ չի, թող սա գոնե ասեր հանրությանը, բայց քանի որ կա լռություն, մենք նաև ունենք տեղեկատվություն Լոս Անջելեսից մեր աղբյուրները մեզ հասցնում են հետևյալը, որ Անդրեի մտերիմ շրջապատը վերջին շրջանում, երևի թե վերջին 2-3 ամսում մանավանդ Անդրեի հետ շփումներ չունեն, նույնիսկ ասում ա ռեստորանում Անդրեն գնում երգում ա, իր ընկերները եւս լինում են այդտեղ, որևէ շփում, խոսակցություն Անդրեի հետ տեղի չի ունենում։ Իհարկե մենք չենք լսել նաև Անդրեի տարբերակը, որովհետև պետք է երկու կողմին լսել եւ հետո ենթադրություններ անել։ Մենք չենք ճանաչում, թե ով է Անդրեի կինը, այսինքն պետք չի միանգամից եւ հավատալ, որ հա դե ինչ ասում ա, ուրեմն ճիշտ է ասում։ Շատ ճիշտ է այլ դատախազությունը, որ գործ է հարուցել, սա ընտանեկան բռնությանն է վերաբերվում, եւ թող բացահայտեն Անդրեն մեղավոր է թե անմեղ, եւ մենք չենք էլ ասում, որ մեղավոր է, որովհետեւ դե հիմա կինը ասել է, բայց ապացույցները որտեղ են ոչ մեկ չի տեսել, բայց նաեւ չես կարող անտարբեր անցնել այդ կնոջ գրառման կողքով, որովհետեւ նախ հանրային մարդու մասն է գրված, որովհետեւ մարդիկ կան օրինակ են վերցնում, օրինակ Անդրեից կա երկիր մոլորակի վրա ինչ որ 4-5 հոգի լինեն, որ Անդրեից օրինակ վերցնեն։ Միգուցե նաև իր աշակերտները Լոս Անջելեսում, որ ժամը $100 երգ է պարապում։ Եվ քանի որ այդ աշակերտների մոտ հաստատ հարց է առաջացել Անդրեն լավ մարդ է թե վատ մարդ է, այսինքն ենթակա է իր կողմից իրականացնելու բռնություն, հայհոյանքներ իր կնոջ մասին, իր երեխայի մոր մասին, այդ հարցի պատասխանը բնականաբար իմանալու համար եւ նաեւ պետք է իմանան այդ երեխաները։ Ամենաճիշտ ձևը բնականաբար քրեական գործ հարուցելն է, երկու կողմին լսումներն են, դատարանի արդար վճիռն է։ Առանց դատարանի վճռի եկեք չասենք Անդրեն մեղավոր էր թե անմեղ էր։ Ոչ անմեղ է, ոչ էլ մեղավոր է։ Բայց քանի որ իր շրջապատը երես է թեքել իրանից, իր ամենամտերիմ ընկերները Նազենին, Ավետը եւ այլն, չեն ասել դե ոնց կարելի է Անդրեի մասին նման բան ասել, դա սուտ է եւ այլն, էս չեն ասել, ուրեմն մեծամասամբ կարելի է նաեւ հավատ ընծայել այս տեղեկատվությանը։ Մենք Անդրեի դեմ որևէ բան չունենք, բայց մենք կարանք իրան ասենք հետեւյալը, որ հերիք չի որպես երգիչ ինքը չուներ այն երանելի վարկանիշը, որի մասին երազում են բոլորը, սա շատ մեղմ ենք ասում։ Այս դեպքից հետո իր վարկանիշը 0-ից էլ իջավ ներքև եւ երևի թե արդեն իր աշակերտները չեն ցանկանա նման մարդու մոտ դասի գնալ։ Շատ կարեւոր է, որ նաեւ ինքը հայտարարություն անի, ասի կամ եղել է կամ չի եղել, եթե չի եղել, ապա ինչի է իր կինը նման բաներ խոսում, որն է խնդիրը, որպեսզի մարդիկ հասկանան վաղը Անդրեի դասին գնան, թե չգնան, հեռու մնան նման մարդկանցից։ Մանավանդ Ամերիկայում, որ Ղարաբաղից բավականին հեռու է Ղարաբաղցի Անդրեն, ինչ գործ ունի Միացյալ Նահանգներում բռնություն գործադրել կնոջ նկատմամբ։ Եվ այսպես ուշադրություն Թուրքիայում իրավիճակը մնում է սարսափելի լարված, Թուրքիայի իշխանությունների դեմ իրականացվող
միտինգները, որը Ստամբուլում է նախաձեռնվել, շարունակաբար մեծ թափ է հավաքում, և Թուրքիայի իշխանությունները այս ընթացքում մտածում են, թե ինչպես լռեցնեն ընդդիմությանը։ Նաև կա սցենարներ տարբեր, եթե այդ ընդդիմադիր հավաքները չկարողանան ուժի ձևաչափով լռեցնել, ապա Թուրքիայում կփոխվի Էրդողանի իշխանությունը, այսինքն Էրդողանը կգնա և իր կուսակցության անդամներից որևէ մեկը կվերցնի իշխանությունը, այդպես ուղղակի իշխանությունը չհանձնելով ընդդիմադիրներին, այլ իշխանությունը փոխանցելով որևէ այլ անձի, ինչպես որ օրինակ տեղի էր ունեցել 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում, երբ որ սկզբից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հետո Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, հետո Նիկոլ Փաշինյանին արդեն վերջնական ընտրեցին վարչապետ, այդպիսով լինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի պահանջին տեր, որովհետև ժողովուրդը չէր պահանջում Կարեն Կարապետյանին ընտրել վարչապետ, ժողովուրդը պահանջում էր հանրապետական կուսակցության Հայաստանի Հանրապետության իշխանությունից դուրս գալը և առհասարակ պետական համակարգից, և դա այդպես էլ տեղի ունեցավ։ Թուրքիայում ամենաընդդիմադիր քաղաքը դա Ստամբուլն է, որի քաղաքապետը ևս ընդդիմադիր էր, և նրան ձերբակալելուց անմիջապես հետո միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոցներ Ստամբուլում և մի շարք այլ քաղաքներում, պահանջելով նախ ազատ արձակում, հետո իրենց բողոքը իշխանություններին, հետո արդեն իշխանափոխություն են պահանջում։ Մենք գիտենք հետևյալը, որ Էրդողանի լծակները շատ մեծ են և ինքը կարա մի քանի կրակոցներով այդ ցույցերը ցրի, բայց քանի որ այսօր կա Եվրոպան, որը Թուրքիայի քթի տակ է և չի կարող Թուրքիան իր ներսում նույնիսկ անել բաներ, որոնք մարդկանց իրավունքներին դեմ են, Եվրոպան կարող է հեշտ ու հանգիստ աջակցել Թուրքիայի ընդդիմությանը և Էրդողանին հանել իշխանությունից, քանի դեռ պահը ստեղծվել է, և բերել իշխանության մարդկանց, որոնք ավելի վստահելի և հուսալի կլինեն, քան Էրդողանը, և որոնց ավելի կարող են եվրոպացիները օգտագործել սեփական շահերի նպատակներով, որովհետև Էրդողանին այսօր շատ դժվար է օգտագործել, բայց միևնույն ժամանակ Ամերիկան Էրդողանին ոնց ուզում այդպես էլ օգտագործում է։ Եվ այսօր կա նաև ստեղծված իրավիճակ, երբ որ Եվրոպայի անվտանգությունը Ամերիկան այլևս հրաժարվում է ապահովել, երկրորդ բանակը Ամերիկայից հետո Եվրոպայի մոտ, ֆրանսիականից էլ հետո, դա իհարկե Թուրքիայի բանակն է, և Թուրքիան պատրաստակամություն է հայտնում իր բանակով պաշտպանել Եվրոպային, ինչը նշանակում է, որ Եվրոպան